Շարունակում ենք քննարկել հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Հարցի քննարկում ընդհատվեց մտքերի փոխանակության փուլում, այժմ ելույթի համար ձայնը տրվում է Գեղամ Մանուկյանին, համեցեք, դահլիճում չի։ Ինչա՞։ Հա, խնդիր չկա, ես ուղղակի սցենարով, այսինքն հաջորդ ելույթ ունեցող ով է մեր մոտ, Լիլիթ Մինասյան, համեցեք Տիկին Մինասյան, հանում եք, շատ լավ, Աննա Գրիգորյան, Աննա գրած սիսակ կլնի ես բարեմ նիստը, խնդրում եմ մի ընդհատեք ու մի տեղից խոսացեք, Աննա Գրիգորյան, դահլիճում չի, Մարիա Կարապետյան, համեցեք, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ես կցանկանայի վերադառնալ այս մտքերի փոխանակության ուրբաթ օրվա հատվածին, որտեղ պարոն Մինասյանը առաջարկեց մեզ, մեջբերում եմ ուղղակի, օգտվենք այն դասերից, որոնք որ դաշնակցությունը ստացել է թուրքերի հետ հարաբերություններ կառուցելուց։ Ինձ թվում է սա շատ կարևոր թեմա է, ոչ միայն անցյալի շուրջ բանավեճի տեսանկյունից, այլ մեր ներկա եւ ապագա արտաքին քաղաքականությունը հստակեցնելու դիտանկյունից եւ ուրեմն որոնք են այն դրվագները, որոնք քննարկման են արժանացել այս դահլիճում, դրանք 3-ն են։ Առաջին հանրապետության մեկնարկի պահին 1918 թվականի հունիսին դաշնակցականներ Խատիսյանի եւ Քաջազնունու Թուրքիայի հետ կնքած Բաթումիում հաշտության եւ բարեկամության պայմանագիրն է, դրույթների մեջ չեմ խորանում, քանի որ վերնագրից հասկանալի է իմաստը։ Երկրորդը առաջին հանրապետության ավարտին 1920 թվականի դեկտեմբերին նույն Ալեքսանդր Խատիսյանի Թուրքիայի հետ կնքած Ալեքսանդրապոլի պայմանագիրն է, որով Թուրքիան ըստ էության դառնում էր Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը եւ պարտավորվում էր չեղարկել այլ պետությունների հետ բոլոր այն պայմանագրերը, Հայաստանն էր պարտավորվում, որոնք դեմ էին Թուրքիային կամ դեմ էին նրա շահերին, եւ վերջին դրվագը արդեն առաջին հանրապետության պահպանման վերջին փորձերի ժամանակ 21 թվականի մարտին դաշնակցական Սիմոն Վրացյանի 3 հեռագրերն են Թուրքիա, որտեղ նա խնդրում է Թուրքիային օգնել պայքարելու ռուս եւ հայ բոլշևիկների դեմ։ Ես ակնկալում եմ, որ այսօրվա դաշնակցականները առավել հստակ կասեն, թե վերջ-վերջում ինչպես են նրանք գնահատում այս քայլերը եւ ինչ դասեր մենք պետք է քաղենք այս պատմական փորձառությունից արդեն մեր երրորդ հանրապետության համար։ Պարոն Խաչատրյանը այստեղ է, հա, պարոն Խաչատրյան, ուրեմն այս փետրվարին մենք բանավեճի էինք հանրային հեռուստաընկերությունում եւ ձեզ հարց տվեցին, թե արդյոք Սիմոն Վրացյանը կատարում էր թուրքական իշխանության հրահանգները, քանի որ դուք մեզ դրանում եք մեղադրում։ Դուք պատասխանեցիք, որ մեջբերում եմ ձեզ բառացի, Սիմոն Վրացյանի ասածը լրիվ ուրիշ խնդիր էր։ Կար բոլշևիկյան օկուպացիա եւ այստեղ խնդիրը այդ երկուսին իրար դեմ հանելն էր։ Այսինքն մենք կարող ենք հետեւություն անել, որ դասը, որը պետք է քաղենք այժմ, այն է, որ մենք այլևս երբեք չպետք է փորձենք թուրքերին եւ ռուսներին իրար դեմ հանել։ Դա պետք է լինի դասը։ Չնայած դուք հետո նաև ասացիք, որ Սիմոն Վրացյանը իր անձնական կարծիքն է հայտնում, սա էլ թերևս բարձրաբանման կարիք ունի։ Պարոն Մինասյան, դուք էլ ուրբաթ օրը ասացիք, որ Հայաստանի առաջին հանրապետության կործանման պատճառը հենց թուրք բոլշևիկյան համագործակցությունն էր, որը ցավոք սրտի մեզ համար դաշ չի եղել եւ որ ամենավատը այն է, որ մենք դասեր չենք քաղում ձեր փորձից այդ հարաբերությունները կառուցելուց, աչքներս չռած նաև Եվրոպայի վրա հույսեր դնելուց։ Այստեղ էլ են հարցեր ծագում։ Ես համաձայն եմ, աչքներս չռած Եվրոպայի վրա հույսեր չդնենք, իսկ Ռուսաստանի վրա աչքներս չռած հույս դնենք, թե ոչ։ Արժե որպեսզի այս հարցին դուք պատասխանեք եւ նաեւ հետեւյալ հարցին, որն է ռուսական կայսրության, խորհրդային միության, ներառյալ բոլշևիկների եւ ստալինիստների եւ այսօրվա Ռուսաստանի միջև տարբերությունը։ Եվ երբ դուք ասում եք թուրք բոլշևիկյան համագործակցությունից կործանվեց առաջին հանրապետությունը, ինչով է տարբերվում թուրք բոլշևիկյան համագործակցությունը ռուս-թուրքական համագործակցությունից։ Սիրելի քաղաքացիներ, քանի որ հնարավոր է, որ
դաշնակցականները այս հարցերին չանդրադառնան, ես կարծում եմ անհրաժեշտ է կիսվել, թե ինչ եմ ես մտածում այս թեմաների վերաբերյալ։ Մենք Հայաստանի Հանրապետությունը կայացնելու համար մեզ տիրապետած 3 կայսրությունների՝ պարսկական, թուրքական եւ ռուսական կայսրությունների ժառանգորդ պետությունների հետ պետք է ձգտենք ունենալ կամ նորմալ, կամ լավ հարաբերություններ։ Ինչպես։ Սկսենք Իրանից, քանի որ Իրանի հետ մենք ունենք լավ հարաբերություններ, սա հեշտ է, եւ մենք այդ լավ հարաբերություններ ունենք անկախ նրանից, որ Շահ Աբասը գրեթե ամբողջությամբ հայաթափել է Արևելյան Հայաստանը 300,000 հայերին քշելով այստեղից դեպի պարսկական կայսրության հարավ։ Իսկ երբ Արևելյան Հայաստանը անցավ ռուսական կայսրությանը, ընդամենը 30,000 հայեր վերադարձան Արևելյան Հայաստան։ Մենք Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք նաև անկախ նրանից, որ պատմական մեծ հայքի 15 նահանգներից 3-ը՝ Փայտակարան, Վասպուրական եւ Պարսկահայք, մասամբ կամ ամբողջությամբ գտնվում են Իրանի տարածքում։ Մենք փակել ենք պատմության այս էջը եւ համոզված ենք, որ ոչ մի իրանահայ չի բողոքի մեր դեմ, թե ինքը ճիշտ տեղում չի ծնվել եւ կամ պահանջի մեզնից վերականգնել պատմական արդարությունը։ Ընդհակառակը, մեր երկու երկրների հարաբերությունների շարունակական պահպանման եւ զարգացման կողմնակից կլինի։ Թուրքիայի հետ հարաբերությունները։ Թուրքիան առաջինն է ճանաչել Հայաստանի առաջին հանրապետությունը եւ առաջիններից է ճանաչել Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Ինչու՞։ Բնավ ոչ մեր գեղեցիկ նայիրյան աչքերի համար, այլ այն պարզ պատճառով, որ հայերի ազգային պետությունը ձևավորվում էր ոչ թե իր տարածքում, այլ ռուսական կայսրության։ Իսկ հիմա մենք ինչ պետք է անենք։ Արդյոք պետք է գնանք եւ ազատագրենք նաեւ Արևմտյան Հայաստանը։ Ծածուկ հույսեր փայփայենք, որ եթե ոչ այսօր, ապա ապագայում նման հնարավորություն կստեղծվի։ Ոչ, մենք պետք է ռազմավարական երկարաժամկետ որոշում կայացնենք, որ Հայաստանի Հանրապետությունը չունի քաղաքական ծրագրեր Հայաստանի սահմաններից դուրս, չունի եւ վերջ։ Եթե Իրանի հետ այսօրվա մեր հարաբերությունները պատմականորեն խարսխված են Թուրքմենչայի 1928 թվականի պայմանագրի վրա, որով ռուսական կայսրությունը մեր անունից դադարեցրել է հակամարտությունը Արաքս գետից դեպի հարավ, ապա այսօր մենք մեր մեջ պետք է գտնենք կամք բոլոր մակարդակներում ներառյալ ընդդիմության փակել հակամարտությունը, վերսկսելու հնարավորությունը Արաքս գետից դեպի արևմուտք։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տարագիր չէ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետություն ունի եւ այժմ մեր ինքնության առանցքը ոչ թե մեզ հետ պատահած ամենամեծ ողբերգությունն է, այն է ցեղասպանությունը, այլ մեզ հետ պատահած ամենամեծ բարեբախտությունը, այն է Հայաստանի Հանրապետության գոյությունը, դա է մեր ինքնության առանցքը։ Եվ վերջապես Ռուսաստանը։ Ինչպես նախորդ երկու պատմական համատեքստերում, այդպես էլ այստեղ մենք պետք է արձանագրենք, որ ռուսական կայսրությունը հալածում էր մեր եկեղեցուն, փակում հայկական դպրոցները, Խորհրդային Միությունը զրկեց մեզ մեր առաջին հանրապետությունից, Սիբիր աքսորեց մեզանից շատերի տատերին ու պապերին, իսկ այսօրվա Ռուսաստանը մեզ մենակ թողեց Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ հանդիման։ Սա արձանագրելով մենք պետք է սին հույսեր չկապենք Ռուսաստանի հետ, մեղմենք մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից եւ առաջ շարժվենք։ Մենք չենք կարող արտաքին քաղաքականություն վարել ոչ որպես Օսմանյան կայսրության ֆիդայիներ եւ ոչ էլ որպես սովետի դիսիդենտ եւ բնականաբար ոչ էլ որպես գուբերնատոր։ Հայաստանի Հանրապետությունը կայսրությունների առջև պետք է կանգնի իր սեփական երկու ոտքերի վրա։ Բոլշևիկների գալու վախից չնետվի թուրքերի կամ ուրիշների գիրկը, այն հույսով, թե նրանք մեզ փրկելու են։ Թուրքերի գալու վախից չնետվի բոլշևիկների գիրկը, այն հույսով, թե նրանք մեզ փրկելու են։ Չնետվի ոչ մեկի գիրկը։ Ինչ կապ ունի այս ամենը այնուամենայնիվ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի զեկույցի հետ։ Շատ ուղիղ։ Վերջին տարիների տեխնոլոգիական զարգացումները վերացրել են տեղեկատվական սահմանները, այսինքն Հայաստանի Հանրապետություն ունի ֆիզիկական սահմաններ, սակայն տեղեկատվական իմաստով ամբողջ աշխարհում սահմաններ այլևս չկան։ Հետևաբար մենք պետք է ճշտենք ամեն տեղեկություն, որ ստանում ենք։ Սիրելի քաղաքացիներ, կարելի է որպես սկզբունք որդեգրել պարզապես չվստահելը այն ամենին, ինչ ցնցում կամ անհանգստացնում է մեզ, քանի դեռ չենք համոզվել դրա ճշմարտացիության մեջ։ Մենք պետք է նաև վերլուծենք ամեն տեղեկություն, որ ստանում ենք։ Եթե դուք հանդիպում եք մի դիտանկյունի, որի հիմնական իմաստը այն է, որ պետք է վերականգնել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերությունները, հիշեք, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռ 2010-ականներից ահռելի քանակության զենք է վաճառել Ադրբեջանին եւ արդեն ունի ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի հետ, իսկ Թուրքիայի հետ պատմականորեն կարող է մրցել կամ համագործակցել ըստ նպատակահարմարության, եւ սա չի փոխվելու։
Եթե դուք հանդիպում եք մի դիտանկյունի, որի հիմնական իմաստը այն է, որ թուրքը հավետ իմ թշնամին է, հիշեք, որ մենք նույնանման պատմական հիմքեր ենք ունեցել այդպես մտածելու նաև պարսիկների եւ արաբների մասին։ Մեր ազգային էպոսը Սասունցի Դավիթը արաբների հետ կռվելու մասին է։ Մինչդեռ այդ ժողովուրդների հետ այժմ մենք ունենք լավ հարաբերություններ։ Եթե դուք հանդիպում եք մի դիտանկյունի, որը թեկուզ թեթևակի միտք է պարունակում, թե Ֆրանսիան կամ որևէ արևմտյան երկիր մեզ կօգնի հետ բերել Լեռնային Ղարաբաղը, հիշեք, որ դա եւս դեպի անցյալ գլորվելու ծուղակ է։ Սիրելի քաղաքացիներ, եթե մենք դաս ունենք քաղելու պատմությունից, ապա այդ դասը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենալու եւ զարգանալու միայն մեկ ճանապարհ ունի՝ չշրջվել դեմքով դեպի անցյալը, որտեղ մեր պետությունը չկար, նայել միայն առաջ, որքան էլ անցյալի բոլոր կայսրությունները այս կամ այն դեմքով ոռնան մեր հետևից։ Որքան մենք մոտենում ենք 26 թվականին, այդ ոռնոց ուժ գնանալու է։ Լինելու են արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր, լինելու են Իրանի ադրբեջանալեզու տուրիստներ, լինելու են Երևանի փողոցներում ծաղիկները գետնին շպրտող ռուս բլոգերներ եւ այլ նոր բաներ, որոնք նկարագրելու համար այժմ ոչ մեկից երևակայությունը չի բավարարի։ Ամուր պահեք ձեր նյարդերը։ Եթե քաղաքականությունը շատ թունավոր է դառնում, դադար վերցրեք, գնացեք բնությունը վայելելու, սպորտով զբաղվեք։ Հեռու պահեք թույն արտաշնչող մարդկանց։ Պահպանեք ձեր տեղեկատվական միջավայրը եւ համբերատար սպասեք 26 թվականի ընտրության օրվան, երբ կկարողանաք բանեցնել ձեր իշխանությունը անմիջականորեն առանց քաղաքական եւ լրատվական միջնորդների։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Հասմիկ Հակոբյան, համեցեք։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հատկապես պարոն Գառնիկ Դանիելյան։ Ես ուրբաթ օրը շատ զայրացած էի, որովհետև ասում եք ես ազնիվ եւ անկեղծ պայքարող մարդ եմ, բայց հետաքրքիր է ոնց է այդ ազնիվ կերպարով գալիս ու այս ամբիոնից կանգնում ասում, որ մենք մատաղ սերնդին նստացրել ենք նարկոտիկի վրա։ Երբ Հայաստան տոննաներով կոկային ներկրող Քեթրինի Միհրանի աջակցությամբ դուք եք սրբազան պայքար տանում, իր երիտասարդների հետ ակցիաներ իրականացնում, կամ ձեր Բագրատ Սրբազանն էր բեմից հայտարարում, որ ձեզ են միացել ձեր շատ սիրելի ընկերները Arthur Brothers-ը Քենիայից, որոնք հենց կապված են թմրան միջոցների հետ։ Տենց բան ասելուց հետո իհարկե դահլիճից մեր արձագանքներից հետո ասում եք, բա դուք եք պատասխանատու, դուք եք իշխանությունը, երկրում ինչ կատարվում է, պատասխանատվությունը դուք եք կրում։ Ու հետաքրքիր է, արդյոք պարոն Դանիելյանը օրինակ իրենց քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին ասել է. «Պարոն Քոչարյան, ինչու սպանեցիք Վազգեն Սարգսյանին կամ ինչու սպանեցիք Կարեն Դեմիրճյանին հոկտեմբերի 27-ին»։ Կամ արդյոք ասել է պարոն Քոչարյան, ինչու մարտի 1-ին 10 քաղաքացու գնդակահարեցիք Երևանի կենտրոնում։ Հարգելի քաղաքացիներ, իհարկե մեզ անհանգստացնում է թմրային միջոցների շրջանառությունը եւ մենք դրա համար քայլեր ենք ձեռնարկում։ Միջգերատեսչական հանձնաժողով ենք ստեղծել, դատավարական օրենսդրություն ենք փոխել, նոր գործիքակազմ ենք ձեռք բերում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ շրջանառության դեմ պայքարելու համար։ Կամ գալիս եք գլուխ եք գովում, թե դուք ռևանշիստ եք, մենք էլ ձեր դեմ պայքարողն ենք։ Իսկ ով է ռևանշիզմը, ռևանշիստը։ Ռևանշիստը փոխվրեժի ձգտող, որևէ բանի համար փոխադարձ պատիժ վնաս պատճառելու ձգտող մարդն է։ Եվ հարգելի գործընկերներ, պետք չէ ռևանշիզմով գլուխ կովել, որովհետև ռևանշիզմը երկրորդ համաշխարհային պատերազմի այսպես գլխավոր մոտիվներ, երբ ֆաշիստական Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմին իր կորցրածը յետ բերելու ռևանշիզմով հրահրեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Այսինքն ռևանշիզմը խթանում է նոր հակամարտություններին եւ առաջին խոչընդոտն է խաղաղության հաստատմանը։ Սպասեք եւ ձեր ռևանշիստական օրակարգով մյուս տարի ընտրություններին նոր օրակարգ կբերեք ռևանշիզմը եւ եթե կստանաք մանդատ քաղաքացիներից, այդ օրակարգով առաջ կշարժվեք, իսկ մեր օրակարգը ինչպես այսօր, այնպես էլ վաղը լինելու է խաղաղությունը առանց ռևանշիզմի։ Մենք պատմական Հայաստանի որևէ փուլում լավագույն քարտեզներով տարածքների վերականգնման ռևանշիստական գործողությունների դեմ ենք։ Պետք է քայլեր ձեռնարկենք պաշտպանելու համար մեր իրական Հայաստանի 29743 հազար քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը ցանկացած սպառնալիքից։
Ինչ վերաբերում է օրակարգային հարցին, ապա ամենակիչը ինձ համար զավեշտալի է, երբ ՀՌՀ-ի անաչառությունից, օբյեկտիվությունից եւ ազատությունից խոսում է մի խմբակցություն, ում պատկանող հեռուստատեսությունը մինչ այսօր այդպես էլ եթեր չհեռարձակեց Սրբազան Աճապահյանի հարցազրույցը, ինչը թե վերջինս հանդգնել էր քննադատել Ռոբերտ Քոչարյանին եւ Դաշնակցությանը։ Շնորհակալություն։ Վահագն Ալեքսանյան։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Քանի որ տարին նախընտրական է, այս ընթացքում ընդդիմադիր մեդիաները ոչ միայն բազմացել են ճագարային սկզբունքով, մասնավորապես բացվել են նորանոր մեդիաներ, նորանոր լրատվականներ, սև ու կոռումպացված փողերը, որոնք հաճախ նաև ակնհայտորեն այս կամ այն առնչությունը ունեն այս կամ այն քրեական գործի հետ անցնողների հետ, շատ դեպքերում նաև թմրանյութի գործերով անցնողների հետ լցվել են լրատվական դաշտ ու լրատվական տերորը հասել է մի նոր մակարդակի ու նոր բարձունքի։ Ատելության խոսքի գեներացիան ընդդիմադիր լրատվականներով պատմական մաքսիմումի վրա է հասել։ Նմանատիպ մակարդակի եղել է ենթադրում եմ մեկ էլ 1999 թվականին հոկտեմբերի 27-ից առաջ, երբ դաշնակցական ու մերձ դաշնակցական մամուլը ամեն կերպ ցեխոտում էր ու ատելություն էր տարածում Վազգեն Սարգսյանի նկատմամբ, ինչու՞ չէ տեղ-տեղ նաև Կարեն Դեմիրճյանի նկատմամբ։ Ինչ որ նոր բան կամ նոր ասելիք որպես այդպեսին չգեներացնող ընդդիմադիր քաղաքական միտքը անցել է հին ու բարի իրենց կողմից մեկ անգամ արդեն իսկ փորձված ու աշխատած տարբերակին։ Ուղղակի ցեխոտել, ուղղակի վիրավորել, ուղղակի ատելություն քարոզել քաղաքական մեծամասնության եւ նրա աջակիցների նկատմամբ։ Մեծամասնությանը անվանել թուրք ու դավաճան, աջակիցներին ժեղ ու նորից թուրք։ Թուրք դավաճան ժեղ, ժեղ թուրք դավաճան։ Այս պրիզմայից ոչ մի կերպ դուրս չեկող ընդդիմադիր լրատվականները հաճախ, ինչն ամենահետաքրքիրն է, բայց այս ընդդիմադիր լրատվականները չեն խորշում խոսելուց ատելության խոսքի տարածման մասին։ Ու դեպ ատելության խոսքի տարածման մեջ մեղադրում են այնպիսի լրատվականների, որոնք դրանով աչքի չեն ընկնում երբեք։ Այ մասնավորապես վերջերս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ակցիա են անում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ Սամվել Շահրամանյանի դեմ։ Մենակ տեսնեիք, թե ընդդիմադիր լրագրողները ինչպես էին խոսում այդ մարդկանց հետ։ Ուղղակի տեսնեիք։ Ընդամենը նրա համար, որ այդ Լեռնային Ղարաբաղի կոնկրետ այդ քաղաքացիները իրենց քաղաքական օրակարգը չեն սպասարկում։ Իսկ ո՞րն է իրենց քաղաքական օրակարգը։ Տանել միկրոֆոնը դեմ տալ ինչ-որ մի հատ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածի, խնդրել, համոզել, չգիտեմ ինչ եղանակներով բան անել, որ մաքսիմալ ատելությամբ լի վերնագիր ստանան այդ մարդուց իշխանությունների նկատմամբ։ Հողեմ, անիծեմ, թաղեմ քեզ, երեխեքիդ, կնոջդ, հողեմ, թաղեմ, անիծեմ։ Նմանատիպ բառապաշարով վերնագիրը ստանա, այդ վերնագիրը տեղադրեն սենց հպարտ դեմքերով, հետո այդ վերնագրին ի պատասխան ակնհայտ է, որ ատելության խոսքին ի պատասխան հասարակության շերտերը պատասխանելու են ատելությամբ, այդ տենց չգրված օրենքը, շատ վատ է ու ես դա դատապարտում եմ։ Բայց այդ վերնագրին ի պատասխան քաղաքացիների կողմից հնչածը գան ու սենց դատապարտեն լուրջ դեմքերով, էլի սենց ոնց որ մարդու իրավունքների եվրոպական դատարանից հենց նոր դուրս եկած սենց սպիտակ օձիքով մարդկանցից բան անեն, մարդկանց դեմքով սենց դատապարտեն, այ ատելության խոսք է տարածում, դուք եք տարածում այդ ատելության խոսքը, ձեր լրատվականներն են տարածում այդ ատելության խոսքը, ամենօրյա ռեժիմով են տարածում այդ ատելության խոսքը, ու մեր քաղաքացիները դրանից պաշտպանվելու ինչ-որ մի միջոց պետք է գտնենք, մենք պետք է գտնենք, որտեղ սա աննորմալ է, այս մակարդակի ատելության խոսք, ես ձեզ անկեղծ եմ ասում, ուղղակի նայեք, քանի լրատվական է բացել ընդդիմադիր բանը, այդ մեդիա, չգիտեմ էլ ինչ, մեդիա կոնգլոմերատը որպես այդպիսին, տոննաներով, միլիարդների փող է ծախսում, 90% իհարկե ոչ օրինական գրանցված է, լրագրողների 90%-ին իդեպ սևով են գրանցում ու չգիտեմ ոնց են փողը տալի, որին նայես նվազագույն աշխատավարձով է գրանցված, ես ձեզ անկեղծ եմ ասում, նվազագույն աշխատավարձով ոչ մի լրագրող միկրոֆոնը չի վերցնի ու գա ազգային ժողով, դա անհնար է ուղղակի։ Հարկերը թաքցնում է, սևով փողը տալիս են գրպանները, ատելության խոսք են պահանջում։ Այդ է պահանջը, գնացեք, սևացրեք, ցեխոտեք, ատելության խոսքը տարածեք, դա է։ Միակ նարատիվը այդ է։
Ու մի հատ էլ այստեղից գալիս են ասում են, բա իշխանական քանի լրատվամիջոց գիտեք, ժողովուրդ ջան։ Դաշտի 90%-ը ձեր ձեռն է, ձեր քաղաքական առաջնորդների ձեռն է, որը բացում ես ատելության խոսք, ասենք ձեր լրատվամիջոցներով հարգելի պատգամավորներ, ընդդիմադիր պատգամավորներ, ձեր լրատվամիջոցներով, ընդդիմադիր լրատվամիջոցներով վերնագիր է տարածվում։ Ազգային ժողովում լիքը դեպուտանկաներ կան, կներեք արտահայտությանս համար։ Ձեր մեդիան է, ձեր մեդիայի դեմքն է, հասկանում եք։ Ինչ եք ուզում դուք, ինչ եք ուզում, ինչ եք տվել, որ չեք առել։ Ինչ եք ուզում հասնեք դրանով, ում եք ուզում ինչ հասկացնեք։ Թուրք դավաճան, թուրք դավաճան, թուրք դավաճան, թուրք դավաճան։ Բանի պես sense կրկնում են ու իրանց թվում է թե sense անընդհատ կրկնելով այդ նստվածքը տալու է մարդկանց մեջ։ Բայց ամեն ինչ իր չափն ունի, հարգելի գործընկերներ։ Ամեն ինչ իր չափն ունի։ Սուտն ու կեղծիքը ամենօրյա բան է դարել ընդամեն։ Ընդդիմադիր ամենահայտնի լրատվամիջոցներից մեկը Գյումրու ընտրություններից առաջ վերնագիր է տալ։ ՔՊ-ի ներքին հարցումներով Սարիկ Մինասյանը 4-ն է, ՔՊ-ն խոճապի մեջ։ Սարիկ Մինասյանը երբեք 4-ը չի եղել մի հարցում, որով Սարիկ Մինասյանը առաջի տեղում չլինի։ Հիմա հարց, ինչքան փող եք տվել, որ լրատվականը տենց վերնագիր գրի։ Ինչի համար է լրատվականը այդ կեղծ վերնագիրը գրում։ Ինչի դիմաց է այդ կեղծ վերնագիրը գրում։ Ընդդիմադիր մեդիան ցենց ստի ասեղի վրա նստածրած ու ատելության ասեղի վրա մարդկանց նստածրած։ Այն անդիմության մի ներկայացուցիչը տոննայով կակայինը բերում է, այն մեկն էլ սուտն ու կեղծիկն ատելությամբ մեդիաներով է տալի, էլի, ասեղա որ սարքել է կոնկրետ։ Հետո այստեղ ատելության քարոզ։ Ձեզնից լավ ատելության քարոզ ձեր լրատվականները նայեք մի հատ։ 800 ես իմ քանի հատ ընդդիմադիր լրատվական կա, առհասարակ այդպես բան եղել է Հայաստանի պատմության մեջ, որ այդպես 3-4 հատից ավել ընդդիմադիր լրատվական են։ Դաշտի 90%-ը ընդդիմադիր լրատվականներն են, 90%-ով հալալ բոլորով 100%-ը ատելության քարոզը։ Մաքրամաքուր ատելության քարոզը։ Վիրավորանքը ամենանողկալի ու ամենափողոցային ձևով։ Ամենափողոցային բառապաշարով ուղղակի։ Ու այստեղ գալի ատելությունից են խոսում, այս մի բանից են խոսում, այն մի բանից են խոսում։ Հարգելի եւ սիրելի քաղաքացիներ, ես ձեզ կոչ եմ անում ու ես ձեզ խնդրում եմ ինքներդ ձեզ ազատել այդ ատելության խոսքից ու ապատեղեկատվությունից։ Ուղղակի մի հետևեք այդ լրատվականներին ու մի փչացրեք ձեր նյարդերը։ Սա ինչի եմ ասում, որտեվ ամեն երկրորդ քաղաքացին ասում, խիչեք դրանց փակում, խիչեք դրանց որջերը փակում։ Ես իհարկե բացատրում եմ, որ կա խոսքի ազատություն, որ չի կարելի, որ եւ այլն, բայց մարդն ասում է դուք հասկանում եք, չէ՞, իրանք ինչ են անում։ Շատ հաճախ էս վերջերս մի մարդու հանդիպել, ասում է դաշնակները անում են նույն բանը, ինչը որ արել են հոկտեմբերի 27-ից առաջ, ինֆորմացիոն նախապատրաստություն։ Ես ասում ես լավ։ Ու իրականությունը հենց այն է, հարգելի քաղաքացիներ, որ ատելության այդքան խոսքը, այդ ամբողջ մաղձը որ թափվում է որպես այդպեսի, դա պատահական չի ու պատահական լինել չի կարող։ Այդքան փող հենց այնպես ոչ մեկ չի դնում ինչ-որ բանի մեջ։ Այդքան փող, որ ծախսվում է Հայաստանում ընդդիմադիր մեդիայի վրա, ես ձեզ ասում եմ, եթե ժամանակին ծախսվեր Հայաստանի վրա, կարող է առհասարակ Հայաստանի քաղաքացիները շատ էլ գոհ լինեին նախկին իշխանություններից։ Դուք չեք պատկերացնում, անկեղծ թե ինչքան ծախսատար բան է այդքան մեդիաներ ունենալ։ Օրինակ մեր կուսակցությունը ունի օրինական գրանցված լրատվամիջոց, որը եւ աշխատում է համապատասխան գումարներով, որոնք որ բաց եւ թափանցիկ կերպով փոխանցում են այդ լրատվամիջոցին։ Բայց ընդդիմադիր լրատվականները դուք ուղղակի նայեք, ես ուղղակի Պեկին էլ եմ կոչանում, ասում եմ, մի հատ ուղղակի մտեք ստուգեք։ Ցանկացած լրագրող որտեղ եք հարցրեք դուք որտեղ եք գրանցված եք, արդյոք ու ինչքան աշխատավարձ եք ստանում։ Սեյվով բոլորը 90%-ը սեյվ, լրատվամիջոցի փողերը որտեղից, հարց, որտեղից լրատվամիջոցի փողերը, լրատվամիջոցը կարա գումար աշխատի գովազդներով, հարց չկա, որտեղից այդ գովազդները, կան այդ գովազդները, հաստատ կան, քանի դիտման համար է այդ գովազդները, այդ ֆիկտիվ պայմանագրերի ձևն էլ գիտենք, էլի տեսել ենք, էդ էլ ենք տեսել, ասենք քանի դիտում եք հավաքել, որ այսքան փող եք ստացել, չկա այդ գումարը, հասկանում եք, կա քաղաքական փող, կոռուպցիայից գոյացած, ինչու՞ չէ, նաև տեղ-տեղ թմրամիջոցների վաճառքից գոյացած, դե այդ ամեն դեպքում այդ 800 կիլո կոկայինը անիմաստ չէին բերում երկիր։
Ու այդ փողը ներդնում են ընդդիմադիր մեդիայի մեջ, որպեսզի մեզ ասեն թուրք ու դավաճան, որպեսզի Հայաստանի Հանրապետության 680,000 քաղաքացիներին ասեն թուրք ու դավաճան։ Ու սրա վերջը պետքա տալ։ Ես չգիտեմ ոնց, բայց ես վստահ եմ, որ սրա վերջը պետքա տալ։ Իհարկե ոչ այնպես, ինչպես Ռոբերտ Քոչյանը տվեց ԱՄԵԿ+-ի վերջը, բայց ես կարծում եմ դրա վերջը պետքա տալ ուղղակի օրինական, օրենսդրական որոշակի փոփոխություններով, որոնք կպարտադրեն, որ նարկոբարոնների ու կոռուպցիայի գոյացած փողերը լրատվական դաշտից հեռու մնան, որովհետև կներեք, երբ որ լրատվության համար վճարում են մարդասպաններն ու մարդակերները, նրանք դրանով քարոզում են հենց մարդասպանություն ու մարդակերություն։ Շնորհակալություն։ Գեղամ Մանուկյան, համեցեք։ Պարոն Մանուկյան, ձեր ելույթը կմիացվի խմբակցության անունից ելույթին։ Սիրելի հայրենակիցներ, ճիշտն ասած, գիտեք ինչն է դժվար այս ազգային ժողովի դահլիճում։ Անձնապես իմ համար շատ է դժվար։ Դժվար ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ, որոնք այդ ամեն ինչը չեն տեսել։ Դու ապրել ես, իրանք չեն տեսել։ Շատ չեմ ուզում խոսքս ծանրացնեմ այդ ամեն ինչի վրա։ Գեղամ Նազարյանը նստած է այստեղ հայկական ժամանակ։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ Որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում։ Էտով ասეთ։ Գլուխը պատով տվեցիր։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Մի հատ գնացեք մամուլը նայեք։ Սուտ խոսացիր որովհետև։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Տիկան Հակոբյանը գոնե վկա է։ Լավ։ Պարոն Հակոբյան, այսօրվա խոսքս իրականում հանձնաժողովին շատ չի վերաբերվելու, բայց վերաբերվելու է անձամբ ձեզ։ Ձեր տարեկից օրինակ Առավոտ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրամյանին, ինձ, մեր տարեկիցներին, որոնցից գողացել են մեր 30 տարին, այդ 30 տարվա բովանդակությունը, պայքարը, ուրախությունը, տխրությունը եւ շարունակում են գողանալ։ Ելույթս ուղեցույց է բոլոր նրանց, ովքեր դեռ պատրաստ են ամուր պահել պետականության հենասյուները, պատմություն, արժանապատվություն, հիշողություն։ Այն հակափաստարկ է բոլոր նրանց, ովքեր ուզում են հայ ժողովրդի հիշողությունը կեղծել, ջնջել։ Խոսքս հանուն պետության եւ հայրենիքի, հակափաստարկելով Փաշինյանական այն թեզերը, որոնք մեր ազգային գոյությունը եւ հենց պետականություն են վտանգում։ Միակողմանի ապազգային տրամաբանության հակադրումը պետություն, գումարած հիշողություն հավասար է ուժեղ ու կենթանի հայրենիք հայեցակարգն է։ Նախորդ շաբաթ Հայաստանի ազգային ժողովում մենք ականատես եղանք մի ելույթի, որը պաշտոնապես կոչվում էր ամփոփիչ, զեկույց, բայց իրականում այն քաղաքական մանիֆեստ էր, պետականություն առանց հիշողության, իրականություն առանց արմատների ու ապագա առանց ինքնության։ Այն առաջարկում էր հրաժարվել մեր պատմական դասերից, մշակութային կոդերից ու ազգային նկարագրից։ Սա բառերի խառնաշփոթ չէր, չգիտակցված պորտքում չէր, ինչպես նախորդ օրը եղավ։ Սա նախապես ծրագրված գաղափարախոսություն է, որն ունի շատ հստակ նպատակ՝ հայ ժողովրդին զրկել հիշողությունից, արմատներից եւ ինքնությունից։ Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանի մանիֆեստի վերածեց անցնող մի քանի տարիներին արդեն ավանդական դարձած ներազգային կյանքում հակադրումներն ու թշնամացումները։ Հիշում եք, բաժանումները տարբեր էին՝ սև ու սպիտակ, նախկին ու ներկա, հարկատու, թալանչի, հայաստանցի ու սփյուռքահայ, հետո արդեն 2020 թվականի պատերազմի ժամանակ հայրենանվեր կամավոր ու դիզերտիր, արցախցի խուճապ տարածող, դավաճան ու վարչապետի առաջին իսկ կոչով ճակատ շտապող որդի։ Նմանատիպ բաժանումները յետ պատերազմյան շրջանում այլևս որքան մեծանում էին, թուրք-ադրբեջանական ճնշումները, այդ հակադրում հարցադրումները ուղղված հասարակությանն ավելի ցայտուն, ավելի ցինիկ ու բանականություն չճանաչող էին դառնում։ Օվերտոնի պատուանի սկզբունքով հրապարակ էին նետվում ամենատարբեր մտքեր, որոնք արժանանում էին նախ համատարած պարսավանքի, դատապարտման, ապա ժամանակ հետ դառնում էին սովորական, մինչև որ մի օր դրանք այլևս իրողություն էին դառնում դժբախտաբար։ Իսկ հետո Արարատ թե Արագատ բաժանումը, ապա հայրենիք թե պետություն բաժանարարը, հաջորդիվ արդեն հայոց ցեղասպանության շուրջ անառողջ քննարկումը։
Ընդ որում ուշադրություն դարձեք, այս բոլոր հակադրումները կատարվում էին հագորդ տալով թուրք-ադրբեջանական ճնշումներին, պահանջներին ու ճաշակներին։ Անցյալ շաբաթվա ելույթում արդեն Փաշինյանն այլևս նոր դոզա ներարկեց ներհասարակական կյանքում։ Այս ամբիոնից հակադրեց Արցախյան շարժումն ու անկախության համար պայքարը, այլև Արցախյան շարժումը համարեց խոչընդոտ այ պայքարի համար։ Նա բացահայտ ձևով հակադրում է մեր նորագույն պատմության երկու հիմնասյուները՝ Արցախյան շարժումը եւ Հայաստանի Հանրապետության անկախացման շարժումը։ Սա ոչ թե թյուրիմացություն է, այլ գաղափարական դիրքորոշում, որն այսօր պաշտոնական է դարձել այս իշխանության համար։ Փաշինյանը միտումնավոր խոսում է, թե իբր մենք ընդամենը հիմա ենք հասել պետականություն կառուցելու իրական հնարավորության, թե մինչև հիմա Ղարաբաղի համար ենք ունեցել անկախություն։ Սա ոչ միայն պատմական փաստերի ընտրովի մեկնաբանություն է, այլ նաև վտանգավոր արդարացում վերջին տարիների բոլոր ձախողումների համար։ Իր խմբագրիր եղած ժամանակվա ոճով ամեն ինչից մի քիչ իմանալով, իբր լուրջ դատողությունների հանգող Փաշինյանը եզրակացնում է, որ մեջբերում եմ 80-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Սուտ է, ոչ ճիշտ, ոչ պատմական եզրահանգում։ Արձանագրենք, որ անկախության շարժումը մեր ժողովրդի հասարակական քաղաքական կյանքում առնվազն 20-րդ դարում զուգահեռաբար զարգացել է երկու տարբեր հատվածներում։ Սփյուռքում իր ձևավորումից ի վեր դաշնակցության ջանքերով, համառությամբ, մայիս 28-ն ու եռագույնը փայփայելուց սկսած մինչև սերունդ դաստիարակելով ու մայր հայրենիքում դեռ 50-60-ականներից անկախության գաղափարի համար պայքարած, Սիբիրյան աքսորներ տեսած, այդ ճամփեքին նաև նահատակված նվիրյալների մի ողջ փաղանգով։ Իդեպ այդ անկախական սերնդի տարածող գաղափարների մեջ իր մշտական ներկայությունն էր նաև հայոց ցեղասպանությունը։ Հայաստանում Արցախյան շարժման մեկնարկը, որը տրվեց համաժողովրդական շարժման մեկնարկ դարձած 87 թվականի աշնանը, իբրև հարթակ բնապահպանական շարժումն էր, որը խորքում էր Արցախի արցախայության խնդիրներն էր Արցախում, մինչև 88 թվականի փետրվարյան համաժողովրդական շարժումը։ Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ դրա շարժիչ ուժը։ Ամեն ինչի մակերեսային տիրապետող Փաշինյանն անգամ չի էլ պատկերացնում կամ իրականում չի էլ ուզում առերեսվել հաշվի նստել պատմական այն իրողության հետ, որը տիրում էր այդ օրերին խորհրդային Հայաստանում։ Այն մթնոլորտը, որ դեռ ամուր խորհրդային միության սահմաններում մեր հասարակությունը Արցախյան շարժումը դիտարկում էր ներպետական կանոնակարգերով որոշելի քարտ, բայց բնականաբար կար նաև 60-ականների երբեք դադար չառած անկախականների կրակը։ Փաշինյանը միտումնավոր զրոյացնում է, անտեսում այն իրողությունը, որ ազատության հրապարակ այդ նորերին միասնական միլիոնանոց էր, բայց եւ բազմաշերտ Գորբաչովին հավատացող դեմոկրատներից մինչև հակասեմական հայդատ խմբակի անդամներ, մերբալթյան ու վրացական, ադրբեջանական այլախոհների հետ դաշինք կազմելու երազողներից ու դրանով Արցախի հարցը լուծում տեսնողներից, մինչև Միացյալ Հայաստանի տասնամյակների երազանքով ապրած 60-ականներին մեր հողերը բացականչած դաշնակցության համակիրներ։ 1988 թվականի ժողովուրդը դուրս եկավ ոչ միայն Արցախի, այլ Հայաստանի համար։ Մարդիկ դուրս եկան արժանապատվության, արժանամակարգի, հայրենիքի համար։ Եվ այդ շարժումն էր, որ կոտրեց խորհրդային կայսրության խարխրված պատերը Հայաստանում։ Հայաստանի անկախացման անհրաժեշտությունը դարձավ համոզմունք ոչ թե Արցախյան հարցում ելք չլինելու պատճառով, այլ ոչ խորհրդային տարածքում մթնոլորտ էր այդպիսին։ Մերձ Բալտիկայից մինչև Վրաստան։ Եթե անգամ այս հարցում օրվա Հայաստանի իշխանությունները ինքնակորույս քայլեր չէին անում, ոչ թե կաշկանդված էին, այլ պահի լրջությունն էին հասկանում։ Դրա վկայությունն էր 91 թվականի Գեկաչեպետ։ Շատերը չեք հիշի, պատկերացրեք, արտանում եք մի օր Հայաստանում, որն արդեն պատրաստում է անկախության ու խորհրդային միությունում ռազմական հեղաշրջում է տեղի ունենում։ Պատկերացրեք, եթե հաջողեր Գեկաչեպը, ինչ էր լինելու։ Եվ Հայաստանի իշխանությունների լրջությունը ի հակադրություն Փաշինյանական իշխանության, որ խելքին ոնց փչի Ստեփանակերտում ինչ բղավի։
Ու վերջապես անկախության հռչակում հանրաքվե եւ զուգահեռ նույն process-ն արդեն Արցախի հանրապետությունում էր։ Ողջ աշխարհում էլ ազատագրական շարժումները հաճախ ունեցել են եւ ունեն բազմաշերտ շարժառիթներ եւ Ղարաբաղյան հարցը եղել է համազգային ինքնության, արդարության ու անվտանգության կարևոր բաղադրիչ։ Հայաստանը աշխարհին, անգամ խորհրդային Հայաստանին հաշվի առավ, գործակից դիտեց, աշխարհի մայրաքաղաքներում մեր ղեկավարներին ընդունեց, քանի որ Ղարաբաղյան պայքարներ ուժեղացնում մեր ժողովրդին ու երկրին։ Դա էր, որ օրակարգ էր թելադրում ու ոչ թե թուլացնում մեզ։ Հետագա 30 տարիներին, եթե միջազգային բեմերում Հայաստանը եղել է ուժեղ ներկայությամբ, եթե իր տարածքով ամենափոքրը լինելով ողջ տարածաշրջանում առանձնացել է, քանի որ ուներ Արցախի հանրապետություն, քանի որ գործոն էր քաղաքական, ռազմական, դիվանագիտական։ Ու հիմա Հայաստանի Հանրապետության սահմաններում տիրող իրավիճակը 240 կիլոմետրից ավել օկուպացված տարածքի փաստը վկայում է, որ Արցախի Հանրապետությունն ինչ կարևորագույն ու գնահատելի անվտանգային բարձիկ էր ու գործոն Հայաստանի Հանրապետության համար։ Արցախյան շարժումը պայքար էր հանուն արժանապատվության, ինքնիշխանության եւ պետականության ամրապնդման, անկախության պայքար էր, ոչ թե պետականության խաթարման։ Իդեպ, չբացելով փակագծերը, մի անգամ 1991 թվականի մարտ ամսին Հայաստանի Գերագույն խորհրդի փակ քննարկման ժամանակ, որտեղ ուսանողության անունից ներկա եմ եղել ու ելույթ ունեցել, այդ նիստում եւս մեկ անգամ խոսվել է Արցախյան հարցի մասին։ Արցախյան շարժման կարևորագույն արդյունքը Հայաստանի Հանրապետության նրա ինքնիշխանության համար եղել է այն փաստը, որ եթե այսօր Հայաստանի իշխանավորները հանգիստ մեկնում են Վարդենիս, Վայք, Մասիս, պարտական են Արցախյան շարժմանը, չեն բացում փակագծերը։ Բայց այսօր այդ շարժումը հռչակվում է որպես խանգարող հանգամանք։ Դուք ուզում եք մի հասարակություն, որը չի հիշում ինչու սկսվեց Արցախյան շարժումը, որ չի հիշում ինչի համար տվեց զոհեր, մոռանալ Շուշիի ազատագրումից մինչև Արցախի Հանրապետության զարգացումն ու կայացումը։ Փաշինյանական ելույթում շեշտում էր, որ Ղարաբաղյան շարժման շարունակությունն այսօր կործանարար է, այնինչ ոչ միայն անցյալում էր դա սխալ, այլ հիմա էլ պիտի մոռանանք, պիտի վերջ դնենք այդ մտածողությանը։ Սա նոր հարձակման փորձ է մեր հավաքական հիշողության ու քաղաքական իմունիտետի դեմ։ Բայց եկեք շատ պարզ հարց տանք. ում համար է կործանարար Ղարաբաղյան շարժման շարունակությունը։ Կործանարները նրանց համար, որոնք ուզում են հաշտեցնել հայ մարդուն իրենց պարտավորության ու հայրենիքը թշնամուն շարունակաբար զիջելու հետ։ Նախ մի հստակեցում. Փաշինյանը հայտարարում է, թե այլևս չի լինելու Ղարաբաղյան շարժում։ Իրականում Արցախյան շարժումը ավարտվել է 1994 թվականին Ադրբեջանի եւ Արցախի պաշտոնական ներկայացուցիչների միջև կնքված զինադադարի փաստաթղթերով։